Վիճակագիրները 2015-ի տվյալներն են ամբողջացնում, Արցախի բնակչության թվում կանայք մի փոքր գերակշռում են, զբաղվածների թիվը 2015-ին կազմել է 54 հազար, զբաղվածության հարցում էլ կին-տղամարդ հարաբերակցությունը հավասարակշռված է։ 54,4% հանդիսացել են տղամարդիկ, 45,6% հանդիսացել են կանայք։ Պետական ապարատում ներկայացվածության մասին նախագահի եւ կառավարության աշխատակազմերում կանայք գերակշռում են, 2010-ի համեմատ 1-ով կրճատվել է կին նախարարի, նույնքան էլ կին փոխնախարարների թիվը, այնուամենայնիվ որոշ նախարարություններում կանանց գերակշռությունը անվիճելի է ու արդեն օրինաչափ։ Ըստ նախարարությունների աշխատակազմերի կանանց գերակշիռ մասը արձանագրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, կազմելով 73%։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ առողջապահության նախարարության աշխատակազմերում կանանց տեսակարար կշիռը կազմել 72%, արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կազմել է 67%, կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունում 65%, ֆինանսների նախարարության աշխատակազմում կանանց տեսակարար կշիռը կազմել է 57%։ Կանայք բավական ներկայացուցչական կազմ ունեն նաև տեղական ինքնակառավարման ոլորտում եւ քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերում կեսից ավելին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են, սակայն հիմնական մասով ոչ ղեկավար պաշտոններում։ Պետք է նշեմ, որ մեր հանրապետությունում կին քաղաքապետ չունենք, իսկ գյուղական համայնքի ղեկավարների 4,7% հանդիսանում են կանայք։ Հանրապետության 13 քաղաքապետի տեղակալներից ունենք 1 կին քաղաքապետի տեղակալ, իսկ գյուղական համայնքի ղեկավարներից եւ ոչ մեկը կին տեղակալ չունի։ Իրինա Ավանեսյանը թվերն ամբողջացնում է ըստ ոլորտների եւ պետական եւ մասնավոր հատվածներում կանայք ավանդական ուղղություններում ամրապնդել են իրենց դիրքերը, նաեւ նոր ոլորտներ են սկսել գրոհել։ Առողջապահության ոլորտում զբաղվածների կառուցվածքում կանայք կազմել են 90%, մշակույթում կազմել է շուրջ 81%, կրթությունում կազմել է 72%, առևտրում 56%, կացության եւ հանրային սննդի սպասարկման գործունեության տեսակում կազմել է 53%։ Սակայն կանայք հիմնականում ոչ ղեկավար պաշտոններում են ներկայացված, գործատուների 73%-ը տղամարդիկ են, 27%-ը կանայք, թեպետ կան ուղղություններ, որտեղ գոնե պաշտոնապես կանայք ոչ թե բացահայտ, այլ բացարձակ հաղթանակի են հասել։ Դա առողջապահության եւ կացության ու հանրային սննդի կազմակերպման գործունեության տեսակներն են, որտեղ գործատուները լրիվությամբ հանդիսանում են կանայք։ Այսքանով հանդերձ միջին աշխատավարձի հարցում կանայք դեռ նկատելի զիջում են տղամարդկանց, միայն կրթության ոլորտում, փոխադրումներում եւ պահեստային տնտեսությունում է հակառակը։ Եթե խոսելու լինենք բացարձակ թվերով, ապա կանանց միջին ամսական աշխատավարձը 2015 թվականին կազմել է 104,000 դրամ, իսկ տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը կազմել է 181,000 դրամ։ Կին տղամարդ մրցակցությունը կշարունակվի տարվա մյուս օրերին, մարտի 8-ից համերաշխության միամսյակն է մեկնարկում, Ծաղիկ Ծաղկեփնջերի պահանջարկը աճում։ Նորեր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։